Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաշյանն եմ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերը շարունակվում են։ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչները խոսում են խաղաղության, հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման մասին։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները քաղբանտարկյանների, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, եկեղեցու դեմ ընթացող արշավի։ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցի համազեկուցողների եւ ներկայացրել քաղբանտարկյանների խնդրի մանրամասները։ Մենք նաև կոչ ենք արել համազեկուցողներին այցելել քաղբանտարկյալներին, մի պրակտիկա, որը առաջ շատ հաճախ էր տեղի ունենում միջազգային կառույցների կողմից, բայց վերջերս կարծես մոռացվել է։ Հուսանք, որ մեր պահանջները տեղ կհասնեն եւ միս ու արյուն կստանան։ Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ-ն զեկույց էր ընդունել, որում անդրադարձել էր կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավին, Բաքվում պահվող մեր հայրենակիցներին, Ադրբեջանին էլ կոչ էր արել անհապաղ ազատ արձակել նրանց։ Իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը միջազգային հարթակը գործածել է ոչ թե մեր երկրի անվտանգության երաշխիքների ձևավորման մասին խոսելու համար, այլ հարաբերությունների կարգավորման, նույնիսկ այն դեպքում, երբ մյուս կողմերը շարունակում են ուժի դիրքերից խոսել Հայաստանի հետ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացը, ներառյալ հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման ամրապնդման գործում։ Իսկ հայ գերիների վերադարձը ըստ արտգործնախարարի կարող է նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործում։ Այսինքն գերիների վերադարձը ներկայացվում է ոչ թե միջազգային իրավունքի պարտադիր պահանջ, ոչ թե հումանիտար անհետաձգելի խնդիր, այլ հաշտեցման գործընթացին նպաստող քայլ։ 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս, որ հաջորդիվ կլուծվի նաև Ադրբեջանում դեռ պահվող մնացած 19 անձի ազատման հարցը։ Մենք շրջում ենք տասնամյակների թշնամանքի էջը։ Թեպետ Հայաստանում ճաղերի հետևում բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ կան, նախարարը պնդում է, որ որևէ ճնշում չկա եկեղեցու նկատմամբ։ Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին այսպես է պատասխանել Միրզոյանը։ Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկությունը անմիջապես ճիշտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Որոշ հոգևորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի կերպով իշխանությունից հեռացնելու կոչեր են անում։ Կարմիր ծանուցագրով հետախուզվող 14 անձի արտերկրում ձերբակալել են եւ հանձնել Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նրա խոսքով տարբեր հանցագործությունների համար մեղադրվող 9 անձ Թուրքիային են արտահանձնել Վրաստանից, 2 անձ Գերմանիայից եւ 3-ը Հայաստանից, Խորվաթիայից եւ Մոնտենեգրոյից։ Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարային, Սիրիայի անցումային շրջանի նախագահ իշխանության գալուց հետո առաջին անգամ այցելել է Մոսկվա։ Մեր երկրները տասնամյակների ընթացքում զարգացրել են հատուկ հարաբերություններ, հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահի խոսքով Սիրիան ներկայում դժվար ժամանակներ է ապրում, սակայն խորհրդարանի վերջին ընտրությունը կամրապնդի բոլոր քաղաքական ուժերի միջև գործակցությունը։ Ի պատասխան Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դեր կունենա նոր Սիրիայի զարգացման գործում։ Իրանը մտնում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտության 3-րդ փուլ, հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը։ Նա կարծում է, որ առաջին 2 փուլերն էին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմը եւ դեկտեմբերի վերջից երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը։ Փոխնախարարի խոսքով նրանք փոխել են մարտավարությունը, բայց կպարտվեն նաեւ այս փուլում, ինչպես նախորդ երկուսում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում տարածքային հարցը դեռևս լուծված չէ, բայց հակասությունները մեղմովում են։ Ռուբիոն հայտարարել է, որ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները չեն մասնակցի Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին։ Հանդիպումը կլինի երկկողմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև, սակայն ԱՄՆ ներկայացուցիչները հնարավորություն կունենան միանալու նրանց։ Եվ եղանակի մասին, միայն այսօր առավոտյան ձյուն կտեղա հանրապետության տարածքում, Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կշարունակի բարձրանալ։ Մեծ է հավանականությունը, որ վաղվանից կունենանք սառը օդի, այսպես ասած, լճացման թուլացում, իսկ 3 օրից հրաժեշտ կտանք վերջինիս, հայտնել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։